Հայաստանի բուհերի մեծ մասը շրջանավարտների զբաղվածության վերաբերյալ վիճակագրություն չի վարում։ Տվյալները թերի են կամ չկան, թե քանի շրջանավարտ է աշխատանքի անցնում իր մասնագիտությամբ, չգիտենք, չհաշված մասնավոր դեպքերը։ Բացակայում է բուհ աշխատաշուկա կապը, արդյունքում կրթական համակարգը գործում է կույր ռեժիմով, չիմանալով թե շրջանավարտները ինչ ճակատագրեր են ունենում, ինչ են տալիս ուսանողների աշխատանքի զբաղվածության տվյալները բուհերին, ինչքանով է կարևոր վիճակագրությունը կրթական գործընթացը կազմակերպելու եւ շուկային հարմարեցնելու համար։ Գործընթացները Հայաստանի Հանրապետությունում եւս ստիպել են, որպեսզի ավելի լուրջ վերաբերվենք այս ամենին, որովհետեւ մենք ինքներս էլ ընթացս հասկացել ենք, թե ինչքան կարևոր տեղեկություն ենք հավաքագրում, ինչքան դյուրինացնում է, չեմ վախենա այս բառից, որոշումների կայացման գործընթացը, որովհետեւ այլապես ինչի հիմքով ես որոշում կայացնում։ Ու բնականաբար, եթե չունես այս տվյալները, կարծես թե ստացվում է, որ դու իրողությունից, իրականությունից կտրված ինչ-որ բարեփոխումներ պետք է իրականացնես, որովհետև տվյալահեն բարեփոխումները դրանք ամենակարևորն են։ Եթե դու ունես տեղեկատվություն, որ քո շրջանավարտը տեղավորվել է իր մասնագիտությամբ բարձր վարձատրվող աշխատանքի, այսինքն ինքը իր մասնագիտությամբ իր ստացած կրթությամբ մրցունակ է շուկայում, ուրեմն դու էֆեկտիվ ես, հա, քո կրթական ծրագրերում։ Եթե դու տեսնում ես, որ այնտեղ այս կամ այն դրական կամ բացասական միտումներն են, դա քեզ հուշում է, թե դու ինչ փոփոխություններ պետք է կատարես քո կրթական ծրագրերում, ինչ հավելյալ գործողություններ պետք է կատարես եւ այլն եւ այլն։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Ժոռա Սարգսյանը նշում է, որ բուհերի մի մասը սկսել է ինքնուրույն ուսումնասիրել շրջանավարտների զբաղվածությունը, հասկանալու թե որքան արագ են իրենց ուսանողները աշխատանքի անցնում։ Այս տվյալները ըստ վարչության պետի օգնում են բուհերին ծրագրերը հարմարեցնել աշխատաշուկայի պահանջներին։ Ժոռա Սարգսյանի խոսքով տվյալների վիճակագրություն իրականացնելը պարտադիր չի կարող դառնալ բուհերի համար։ Մենք չենք կարող իրենց պարտադրել, որովհետև իրենք անկախ մարմիններ են, բայց ես ինչպես նշեցի, արդեն տարիների փորձը հենց իրենց է ցույց տալիս, որ պետք է այդ վիճակագրությունը իրենք վարեն, բաներ կան, որ կառույցինք իրականացնում է իր շահերից ելնելով։ Եվ այստեղ մենք չունենք այն լծակները եւ օրենսդրությունը, որով կարող ենք իրենց պարտադրել, որ իրենք իրենց քաղաքականությունը իրականացնեն այնպես, ինչպես մեզ հարմար է, բայց իրենք են եկել այդ գիտակցմանը, որ իրենց պետք է։ Թափուր աշխատատեղերի հայտարարությունների ջոբեյեմ հարթակից նշում են, որ Հայաստանի աշխատաշուկայում ամենամեծ խնդիրը կրթության պատրաստված կադրերի եւ գործատուների պահանջների անհամապատասխանությունն է։ Շատ գործատուներ ամիսներով չեն կարողանում լրացնել թափուր հաստիքները, քանի որ շուկայում համապատասխան մասնագետներ չկան։ Բուհերում տրվող գիտելիքը գործնական չէ։ Մեր գործընկերները շատ հաճախ նշում են, որ անգամ տարրական որոշակի ինֆորմացիաներ կա, որ շատ տարրական ինֆորմացիա է, բայց բուհական կրթությունը չի տալիս այդ ամբողջ բեքգրաունդը հնարավորությունը եւ դրանից հետո ցանկացած մարդ, որ մտնում է աշխատանքի, ընդունվում է աշխատանքի, կարիք է ունենում կրկին սովորելու։ Ֆրանսիական համալսարանի պրոռեկտորը նշում է, որ բուհի հաջողության ցուցիչներից են տվյալները, թե շրջանավարտները որքանով են տեղավորվում բարձր վարձատրվող մասնագիտական աշխատանքներում։ Վիճակագրության վարումը արդյոք պետք է պարտադիր դառնա բոլոր բուհերի համար։ Ֆրանսիական համալսարանի պրոռեկտորը կարծում է այո։ Կասեմ այո, բայց կասեմ նաև, որ շատ կարևոր է ոչ միայն որոշման կայացումը, այլ նաև վստահ լինել, որ օրինակ հավաքագրվող տվյալների մեթոդաբանությունը, մասնակցության տոկոսները հստակ նշված են, որովհետև գիտեք, կարող ենք ունենալ բուհեր առանց վատաբանելու, անուններ էլ չեմ տալիս, օդում ինչ որ բուհեր կարող ենք ունենալ, որոնք ի վերջո կգրեն, որ ուսանողների 100%-ը օրինակ աշխատանքով ապահովված են, բայց 100% աշխատում են իրենց մասնագիտությամբ, հարակից մասնագիտությամբ, թե ընդհանրապես կապ չունի իրենց ներկայիս աշխատանքը իրենց ստացած կրթության հետ։ Մատենամիջազգային դպրոցի համահիմնադիր Ռուբեն Հայրապետյանի խոսքով, մինչև համալսարանները չունենան բավարար պրոֆեսորադասախոսական կազմ եւ իրական ոչ ձևական պրակտիկայի համակարգ, ցանկացած վիճակագրական տվյալ կարող է մոլորեցնող լինել։ Նրա խոսքով բուհերի մեծ մասում պրակտիկա մնում է ձևական, անցկացվում է ընդամենը 1 կիսամյակ եւ չի օգնում ուսանողին հասկանալ, թե ինչպես կիրառել գիտելիքը իրական աշխատանքում։ Բացի այդ, ընդունելության եւ դասախոսների մրցույթային կարգերի խախտումները բերում են որակի անկման։ Փորձագետի կարծիքով կրթության եւ աշխատաշուկայի իրական կապ ստեղծելու համար անհրաժեշտ է, որ պետությունը հստակ սահմանի իր տնտեսական
տնտեսական ու ռազմավարական առաջնահերթությունները եւ դրանց հիման վրա ձևավորի մասնագիտական պատվերներ բուհերի համար։ Երբ որ հացը բորբոսնած է լինում, դու չես սկսում հարցումներ անցկացնել սպառողների շրջանում այդ հացը ինչքանով էր լավ կամ ինչքանով վատ։ Առաջին քայլը կատարում է նա, որ այդ հացը փոխում ես։ Այլ հաց ես արտադրում, այլ հաց ես հանում շուկա։ Եվ երբ որ քո հացը արդեն համապատասխան մակարդակի վրա է, նոր դու կարող ես անցնել այդ հարցումների եւ քանակական վերլուծությունների, որպեսզի հասկանաս այդպես համային առանձնահատկությունների մեջ ինչպիսի փոփոխություններ կատարես։ Սինգապուրի ազգային համալսարանը մի քանի տասնամյակ հավաքում եւ հրապարակում է իր շրջանավարտների զբաղվածության տվյալները, նպատակ ունենալով գնահատել ուսումնական ծրագրի արդյունավետությունը եւ ուսանողների ինտեգրումը աշխատաշուկա։ Հարցումներ են անցկացվում նոր ավարտածների շրջանում 6 ամիս անց։ Հարցումները տրամադրում են լրացուցիչ տեղեկություն այն մասին, թե շրջանավարտները ինչպիսի աշխատանք ունեն, արդյոք այն ամբողջ դրույքով ու մշտական է։ Տվյալները փաստում են, որ Սինգապուրի ազգային համալսարանի ուսանողները պատրաստվում են ըստ շուկայում պահանջված մասնագիտությունների եւ հմտությունների։ Հայաստանում պահանջված մասնագիտությունները եւ աշխատանքները շարունակում են մնալ տեղեկատվական տեխնոլոգիաները, բանկային գործը եւ իրավաբանությունը։